Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, ոչ արևմտյան Ադրբեջանի շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու Ես եմ համար։ շնորհակալ։ Պարոն Սուրենյանցիև, զրույցը սկսենք, այսպես հասկանանք, թե տարածաշրջանում ինչ է կատարվում, արդեն քանի օր է Միացյալ Նահանգներ, Իրան, Իսրայել այս հակամարտությունը, այդպես հայտարարությունների մակարդակից ակտիվ ռազմական գործողություններն ու այս փուլում էլ շարունակվում են, ցավալիորեն կան զոհեր անգամ երեխաների շրջանում, դպրոցներ, քաղաքացիական կառույցներն են հրթիռակոծվում, հետաքրքիր է զարգացումները ինչպես կլինի եւ կարճաժամկետ թե երկարաժամկետ այսպես գործողություններ են սպասվում։ Հարց եք տալիս, որը կանխատեսումների դաշտում ամենաբարդերից մեկն է։ Գործ ունենք ռեգիոնալ մեծ պատերազմի հետ ըստ էության, որտեղ մեկ տասնյակից ավելի երկրներ ուղղակի կամ անուղղակի խառնված են այս պատերազմին։ Իսրայելն ու Մերձավոր արևելքի երկրները։ Այո, Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածել են Իրանին, պլյուս ծոցի 7 երկրները, նույնիսկ Կիպրոսը ասել այս պատերազմի բանը։ Իրականում խառնված երկրների թիվը շատ ավելի մեծ է, եթե հաշվենք, որ Հորմուզի նեղուցի չգործելու պատճառով արդեն եվրոպական բոլոր երկրներում գազի գինը բարձրացել է, ընդ որում կտրուկ է բարձրացել, պարզ է, չէ, որ հետևանքները իրենց վրա կրում են բազմաթիվ երկրներ։ Նախ ես ուզում եմ ասել, որ սա բացահայտ ագրեսիայի ակտ է Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից, որտեղ կամպանիան տեղի ունենում անտեսելով ավելորդ է նույնիսկ ասել միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սանկցիա չկա, ընթացակարգերը միջազգային պահպանված չեն, երկրորդ դեպքն է վերջին 2 ամսվա մեջ։ Ինչի պարոն Սուրենյան, այս հարցը, հա, պատերազմը այդպես կանոններ, օրենքներ ճանաչում է։ Ամեն դեպքում ռազմական գործողությունը ապօրինի է, երբ որ դա չունի սանկցիա։ Որտեղ նույն պատկերն էլ Արցախում էր, առանց կանոնների, առանց միջազգային իրավունքի։ Այս պարագայում մի հատ առանձնահատկություն կա, որը մենք առաջին անգամ նկատեցինք Վենեսուելայում, երբ որ ինքնիշխան երկրի նախագահ առևանգվեց, հիմա ինքնիշխան երկրի ղեկավար սպանվեց։ Շոր նոր էլեմենտ է այդ եկել։ Ասեմ, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հռչակած նպատակները մեղմ ասած վիճահարույց են։ Ակնհայտորեն բանակցային գործընթացը լավագույն ձևն էր, որ միջուկային ծրագրի խաղաղ բնույթը երաշխավորվի Իրանի Իսլամական Հանրապետության, մանավանդ որ Թեհրանից անդադ հավաստիացումներ էին։ Հնչում, որ այդ ծրագիրը ռազմական բնույթ չունի, միջուկային ծրագիրը։ Առավել եւս խիստ վիճահարույց է այդ այաթոլլահի ռեժիմից ազատելու եւ դեմոկրատիա հաստատելու նարատիվը, որ պնդում են, որտեվ Միացյալ Նահանգների վերջին մի քանի տասնամյակի միջամտությունները որևէ երկրում դեմոկրատիա չեն բերել։ Շատ հեշտ կարելի է թվարկել այդ երկրները՝ Աֆղանստան, Իրաք, Սիրիա, Լիբիա, միջամտությունը որևէ տեղ չի հանգեցրել։ Այսինքն կառուցվածքային կառավարման որևէ փոփոխություն։ Չէ, իհարկե, դա նշածս երկրներում որտեղ է դեմոկրատիա։ Հիմա տեսեք։ Բայց այսպես լայնամասշտաբ գործողություններ դրան ուղղված եղել են։ Իրաքում այո։ Աֆղանստանում էլ ըստ էության այո։ Փոխեցին աշխարհիկ իշխանությունը եկավ 21 թվին ճողոպրեցին, որտեղ Թալիբանը ռևանշի ասավ։ Հիմա եկեք մի քանի արձանագրում անեմ։ Առաջին աշխարհամարտից հետո չկա նախադեպ, որ միայն ռազմաօդային հարվածների շնորհիվ հնարավոր լինի որևէ երկրում ռեժիմ փոխել կամ ռեժիմի քաղաքականություն փոխել։ Այսինքն այդ միայն ռազմաօդային հարվածները բավարար չեն։ Ցամաքային օպերացիա է օրինակ պետք։ Ցամաքային օպերացիան Միացյալ Նահանգների պատերազմի նախարարությունը կամ Պենտագոնը արկածախնդրություն է համարում հենց ինքը։ Դե թաղվելու են մի ճաճի մեջ, որից ելք չկա ըստ էության։ Ըստ այդմ, երկրորդ վարկածը Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հույս են դրել, որ Իրանի հասարակության մի զգալի մաս, որը գիտենք դժգոհ էր վարվող քաղաքականությունից եւ հուզումներ կային այդ երկրում, կընդվզեն իրենց հարվածների արդյունքում։
Այստեղ էլ կարծում եմ Թեհրանը եւ Թել Ավիվը եւ Վաշինգտոնը որոշակի ստրատեգիական սխալ են արել իրենց հաշվարկի մեջ, որովհետեւ դժվար է օրինակ Մինաբում թիրախավորել մանկահասակ աղջիկների դպրոց կամ վոլեյբոլի սրահ Թեհրանում եւ դրանից հետո ակնկալել, որ հասարակությունը դիտվզի նույնանալով արտաքին ագրեսորի հետ։ Հակառակը, այս ավիահարվածները կարծես թե հանգեցրել են Իրանի հասարակության եւ էլիտայի միջև անջրպետների վերացմանը։ Գոնե ինձ մոտ այս պահին դա ակնհայտ է, առաջացել է մի գործիչ, որը կար այդ գործիչը, բայց առաջի պլան է եկել մի գործիչ Լարիջանի։ Բայց կարող է նա դիտարկվել որպես փոխարինող, այսպես Խամենեին եւ եւ փորձում է ինքը առաջի ջութակի դեր կատարել համենայն դեպս։ Այնտեղ կա ֆորմալ ժամանակավոր ղեկավար խորհուրդ, գիտեք, որի մեջ մտնում են նախագահ, դատական իշխանության ղեկավարը եւ արտաքին գործը եւ պահապանների կորպուսի հոգեվորական ներկայացուցիչը, բայց Լարիջանի ոնց որ թե առաջի պլանում է։ Հիմա ինչի վրա է ամերիկացիների վերջին հույսը թերևս նրանք փորձում են քրդերի հետ համաձայնության գալ, հատկապես նպատակը Իրաքյան Քրդստանի, որպեսզի Իրանը ենթարկվի քրդերի կողմից հարձակման։ Իրաքի կողմից, նաև այդ սահմանակից հատվածում Իրանի շատ քրդեր են ապրում։ Պարոն Սուրյանյան, այս բայց ստեղ էլ քրդերի իմաստությունը կարող է իրենց չդավաճանել։ Մի շատ կարևոր բան ասեմ։ Քրդերը 3 անգամ վերջին 40 տարում 3 անգամ Միացյալ Նահանգների կողմից օգտագործվել են եւ թողնվել են Բախտի քմահաճույքին։ 1980-88 թվականներին, երբ որ Իրանի եւ Իրաքի միջև պատերազմ էր, քրդերը պրոիրանական դիրքավորում ունեին, 88-ին ենթարկվեցին ցեղասպանության Սադամ Հուսեյնի կողմից Ամերիկայի աչքերի առաջ, հա, որևէ ձևով Միացյալ Նահանգները ուրեմն չաջակցեց նրանց։ 91 թվականին քրդերը Ամերիկայի Միացյալ Նահանգների դրդմամբ կամ Բուշ ավակի դրդմամբ ընդվզեցին Սադամ Հուսեյնի դեմ, էլի պատժվեցին, նրանց թողեց Միացյալ Նահանգները Բախտի քմահաճույքին եւ Սիրիայի քրդերը թողնվեցին Բախտի քմահաճույքին արդեն վերջին ամիսներին, երբ որ նրանց պետք էր Ալ-Շարայի վարչախումբը ամրապնդել։ Հիմա փաստացի, պարոն Սուրյանյան, այս պահին Իրանի այսպես միակ ելքը կարելի ասել նկատի ունեմ սահմանային առումով մնում է հենց Հայաստանը, փաստացի այս պահին տարբեր կողմերից Չէ, Թուրքիա կարող են գնալ իհարկե, Ադրբեջանը։ Բայց ինչու եմ ասում, որովհետև գրեթե բոլոր երկրները կոչ են անում լքել Իրանի տարածքը հենց Հայաստանի ճանապարհը, այսինքն միակ ապահով ճանապարհ կարծես դիտարկում են Հայաստանը, Չինաստանն էր, այսպես ասում, Ռուսաստանը, անվտանգ է մեկ, երկրորդը ուժեղացված ռեժիմով չի գործում, կարծեմ։ Այստեղ իհարկե Հայաստանի համար ռիսկեր էլ կան։ Բայց հենց դա այդ հոսքը վերահսկել կկարողանան թե ոչ։ Այս իշխանությունը ի՞նչ է կառավարել, որ ռիսկն է կառավարել, որ էդ էլ կառավարի։ Շատ մեծ վտանգ կա, որ Փախստականի ավանդակ, օրինակ, այստեղ կարող են հայտնվել, գիտեք, այնտեղ մեծաթիվ ադրբեջանցիներ կան Իրանում։ Ադրբեջանցիներ, որոնք ամենևին էլ որպես փախստական չեն հայտնվի, ինչ որ կողարկված նպատակներ կունենան, այդ վտանգը կա։ Ադրբեջանականացման վտանգ այս կոնտեքստում էլ կա։ Բայց առայժմ անկանխատեսելի ընթացք ունի այս պատերազմը եւ դժվար է կանխատեսել ի վերջո սա էսկալացիան կխորանա, թե դիվանագիտական լուծումներ կգտնվեն։ Բայց ես ուզում եմ մեր հայրենակիցներից ոմանց, իհարկե դրանք փոքրամասնություն են, ասեմ, որ հերիք է հրճվեք Միացյալ Նահանգների անխուսափելի հաղթանակի սպասումով կամ հեսա մենք կունենանք դեմոկրատական Իրանի պես հարևան երկիր, նախ այդ կանխատեսումները դերևս փաստական հիմք չունեն, որտեղ էլի եմ կրկնում։ Առայժմ ես չեմ տեսնում, որ Իրանի վերնախավը ճաքեր է տվել կամ հասարակական ընդվզման ակտեր կան։ Քրդերն էլ հույս ունենանք, որ ողջամտություն կունենան եւ պատմությունից դասեր քաղաք կունենան։ Հիմա տեսնենք ինչ ընթացք կունենա։ Հայաստանի մնում է միայն ապավինել Աստծուն, որտեղ Հայաստանից ոչինչ կախված չի։ Ռիսկերը մենք մեր վրա կրելու ենք,
Բայց մեզանից ոչինչ կախված չի այս կոնֆլիկտի ընթացքի վրա ազդելու իմաստով։ Պարոն Սուրենյան, վերադառնանք Հայաստանի ներքաղաքական կյանք։ Որքան ընտրությունները մոտենում են, այդպես հայտարարությունները, տարբեր կողմերի ավելի սրանում են։ Նախ ինչ պատրաստվում են ընտրությունների, տարբեր քաղաքական ուժեր, իմպիչմենթի վարչապետի թեկնածուն, Դավիթ Համբարձումյանը հայտարարություն տարածեց իմպիչմենթի օրակարգին վերադառնալու եւ այսպես փողոցը նախապատրաստելու առումով սրա վերաբերյալ, այս հայտարարության վերաբերյալ ինչ կասեք, մյուս կողմից էլ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, այսպես ասում, համախմբվեք մի թեկնածուի շուրջ, այսինքն տարբեր կուսակցություններ մի տեսլական են առաջարկում։ Շնորհակալություն։ Ես ակտիվ փողոցին ու հասարակության ակտիվացմանը դեմ չեմ։ Բայց սպասենք հանրապետական կուսակցության ծրագրին, որտեղ այդ ծրագրում պետքա ոսկերչական ճշգրտությամբ հաշվարկներ լինեն։ Այն ելակետով, որ ակտիվ փողոցը չբերի ինչ-որ քաղաքական ֆիասկոյի իրենք առաջարկում են ընտրություններին զուգահեռ։ Հասկացա, ողջունելի է, բայց ռիսկ կա, որ փողոցը կարող է ձախողվել, չէ՞։ Հետևաբար ես չեմ շտաբի գնահատական տալ, մինչև իրենք ծրագիր չներկայացնեն։ Կա հստակ երաշխիքներ ունենալ, որ նախընտրական փողոցը չի ձախողվելու, որտեղ եթե նախընտրական փողոցը ձախողվեց, դա բերելու է հասարակության հիասթափության ալիքի, ապաթիա է, ինչից օրինակ ես 100 անգամ ասել եմ, զգուշանում ենք, որտեղ միակ դաշնակիցը Նիկոլ Փաշինյանի ապաթիկ հասարակությունն է։ Իմպիչմենտի օրակարգի շուրջ փողոցային ակտիվությունը պետք է ներառի իր մեջ նաև հունիսի 7-ի հանգրվանը եւ հետընտրական զարգացման փուլը եւ լավ հաշվարկված լինի։ Այդ ծրագիրը ներկայացնեն, դրանից հետո քննարկումը կանենք։ Հիմա մի քիչ վաղաժամ եմ համարում մեկ Facebook-յան գրառման հիման վրա, որտեղ ճանապարհային քարտեզ տեսանելի չի, քննարկում անել է։ Ինչ վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ամենայն հարգանքով առաջին նախագահի անձի հանդեպ եւ էլի կարևորելով ընդդիմադիր կոնսոլիդացիան, ես չեմ կարծում, որ այս փուլում, երբ որ մի քանի կոնսոլիդացիոն կենտրոնների ձևավորման գործընթացը տեսանելի է եւ անշրջելի է, Էլին դիմության, միասնական ընդդիմության թեզը շրջանալու դարձել է։ Գուցե հետընտրական process-ում սա ավելի շատ, բայց պարակված ընդդիմություն հիմա չկա։ Երբ որ 3-4 կոնսոլիդացիոն կենտրոն է, չէ՞ ստեղծվում։ Հիմա կարանք թվարկենք Ծառուկյանի շուրջ, Սամվել Կարապետյանի շուրջ, Քոչարյանի շուրջ, Արման Թաթոյանի, չէ՞, 4 կոնսոլիդացիոն կենտրոն է ստեղծվում։ Պարակման մասին չի խոսքը։ Մարտիկ ամեն մեկ իր բևեռում կոնսոլիդացիայի գործընթաց է տանում։ Չէ, ես նկատի ունեի ընտրություններից հետո, այսինքն ըստ ձայների բաշխվածության արդեն դիտարկվի էս Դե, բայց ո՞ր ընդդիմադիր ուժն է հայտարարել, որ պատրաստ չի այդ խաղի կանոններ։ Ուզում եմ ասեմ, դիմության պարակվածություն չեմ տեսնում եւ չեմ էլ կարծում, որ բևեռներից մեկի լիդերը այս փուլում մյուսներին միավորելու խնդիր ունի։ Ամենայն հարգանքով նախագահ Տեր-Պետրոսյանի եւ նրա ուղերձի մոտիվների մասին ամենայն հարգանքով եմ մոտենում եւ շատ անկեղծ եմ համարում այդ մոտիվները, բայց այս փուլում դիմադիր առնվազն 4 բևեռում բյուրեղացման գործընթացներ են տեղի ունենում, թող տեղի ունենան, էլեկտորալ պատկերը པարզ կլինի, հետընտրական փուլում արդեն հասարակությունը ինքը կորոշի ընդդիմադիր անցողիկության շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժեր ում շուրջ են միավորվելու։ Նայեք, օրինակ իշխանությունները իրենք գիտենք արդեն տևական ժամանակ է, մարզից մարզ են գնում, մարդկանց դուռ են թակում, մտնում, այնտեղ խանութներ են գնում, ու այս սրա անունը որպես ներկուսակցական քարոզարշավ է դրված, այսպես ասած։ Այսինքն խաղի կանոնները ի սկզբանե ընտրությունները չմեկնարկած արդեն փոխվել են եւ իրենց ձեռքն են վերցրել։ Եթե իշխանությունը ներկուսակցական քարոզարշավ է սա համարում, լավ իրենք են ընտրում ձևը։ Ինչ են վարչական ռեսուրս կիրառում։ Այդ բոլոր իրանց այցերը տաուշ էին, չէ՞, կարծեմ գնացել նաեւ Արարատի Արմավիրի մարզեր։ Այդ իրանց բոլոր այցերը վարչական ռեսուրսի օգտագործման մասին է։
վարչապետ, թիկնազորով, այդ բոլորը։ Ճիշտ է ավտոբուսով են գնում։ Բայց բոլորս գիտենք, չէ, որ այդ ուրախ ավտոբուսին ոչ այնքան ուրախ պահպանության, ծառայության եւ այլ հարակից ծառայությունների մեքենաներ էին ուղեկցում։ Ինքը հանդես է գալիս որպես վարչապետ եւ այլն եւ այլն։ Դե ընտրություններ են առանց կանոնների։ Դե հա, թող փորձ են առանց կանոնների, բայց իրաց մոտ ջղաձգումներ էլ ակնհայտ կան։ Ալեն Սիմոնյանն էր կանխատեսումներ անում, ասում էր, որ լրագրողներին առաջարկում են, ասում էր մարջ եմ գալիս, մենք ավելի բարձր ձայներ ենք հավաքելու, քան 21 թվականի ընտրություններին պատերազմից հետո, այսպեսի ինքնավստահությամբ գնում են ընտրությունների։ Գիտեք, Ալեն Սիմոնյանի քաղաքական խոսքը վաղուց արժանահավատությունը լրջություն չունի, որ մի հատ էլ դնենք լուրջ քաղաքագիտական վերլուծության ենթարկենք։ Բայց ես զարմանում եմ, որ ինքը նման հանդգնություն ունի։ Ինչու՞ գուցե վստահ է։ Որտեղ ընտրությունը անկանխատեսելիության եւ անորոշության բաղադրիչ ունի 1 լուրջ մարդը անորոշության մեծ պոտենցիալ ունեցող գործընթացի վրա մարզ չի գալի։ Մենակ արկածախնդիրներն են նման բանանում։ Գումարբազները։ Երբ որ աշկաչափով գնում են ստավկա են անում խաղատներում։ Դա գումարբազի հոգեբանությունը։ Ընտրական գործընթացը կարող են կանխատեսել, ենթադրություն անել, բայց մարզ չեն գալի։ Ասում դա գումարբազի հոգեբանություն է, սա 1։ Երկրորդը բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Ալեն Սիմոնյանի կանխատեսումը կամ մարջի առարկան չի կարող իրականություն դառնալ։ Դե բազմիցս այդ սոցհարցումները հակառակն են այլ ցույց տալիս, որ քիչ ձայներ է եղել, բայց ընտրությունների արդյունքում իշխող ուժը այսինքն ինչ կերծելու բանը, ակնարկ է։ Դա է, հնարավոր է սա նաև այսպես բայց մենակ կերծելու պարագայում ինքը կարա մարժ գա, որտեվ հաստատ գիտի, քանի քվեաթերթիկ են կերծելու։ Բայց այդ եմ ասում։ Կամ գումարբազի հոգեբանություն ունի, կամ խոստովանում է, որ կերծում են։ Ուրիշ տարբերակով հնարավոր չի կանխատեսել, որ ավելի շատ քվե կստանան, քան 21 թվականին։ Եվ շատ հետաքրքիր բան ասեմ։ Մի 10 օր առաջ այս նույն կամպանիան, իրանց մեջ էլ նաև Ալեն Սիմոնյանը, այնտեղ կար Ռուբինյան, կար Կոնջորյան, եթե չեմ սխալվում, էլի Վագն Ալեքսանյան, էլի մարդիկ կային։ Մի հատ վայնասուն էին դրել, որ 3 ուժեր դավադիր կերպով ճակերտավոր ուզում են միանան, որ Գյումրի 2, չէ՞ սարքեն։ Գյումրի 2-ը ինչի մասին էր։ Այն մասին էր, որ ընդդիմադիր X թվով ուժեր, տվյալ դեպքում իրանք 3-ի մասին էին ասում, բոլորը միասին ունեն 50% գումարած 1, ճիշտ է։ Այս ինչ փոխվեց այս 10 օրում։ 10 օր առաջ բացում էին Գյումրի 2-ն են անում, ենթադրաբար ակնարկելով, որ 3-ը միասին մեծամասնություն ունեն։ Այդ հիմա 10 օր առաջվա Ալեն Սիմոնյանին հավատան, թե այսօրվա։ Երբ որ ասում եմ մենք մեծամասնություն ունենք, ընդեղ էլ կռիվ ընդդիմության առաջին։ Իդեպ այդ Գյումրի 2-ը շատ հաճախ այսպես, ինչպես դուք էլ նշեցիք, որպես դավադիր ծրագիր, դավադիր սցենար է ներկայացվում իշխանությունների կողմից։ Բայց ի՞նչ կա դավադրություն։ Այ ասում են, տեսեք, ուզում են Գյումրի 2-ը կրկնել, թույլ չենք տալու մենք։ Բայց այդտեղ ի՞նչ կա դավադրություն։ Գյումրիի մոդելի ճարտարապետներից մեկը ես եմ։ Գյումրի ընտրություններից առաջ առաջինը ես եմ որպես կուսակցության նախագահ կոչ արել ընդդիմությանը 3 կետանոց խաղի կանոն ունենալ։ Ընդդիմադիր բոլոր ուժերին, որ մասնակցելու են Գյումրի ընտրություններին։ Այդ 3 կետանոց խաղի կանոնները պահել են անցողիկությունը ապահովված ուժերը մաքուր դեմոկրատական մեխանիզմերի հիման վրա ձևավորվել է իշխանություն։ Մի թերություն կա Գյումրիում, որ կոալիցիոն իշխանություն չի ձևավորվել համախոհության սկզբունքով Վարդան Ղուկասյանին ընտրել են քաղաքապետ։ Ճիշտ կլներ կոալիցիա ձևավորվել։ Մնացած առումներով Գյումրիի մոդելը մաքուր դեմոկրատական ինստիտուտ է։ Իրանք Գյումրիի մոդել նույնիսկ չեն կարողացել անել։ Հետն էլ քաղաքական անասնագողությամբ են զբաղվել, դրա համար են շատ վատ զգում Երևանում։ Հիշում եք, չէ՞։ Բայց
Նույն մոդելով Երևանում են իրանք եկել իշխանության։ Այո, հանրապետությունը Ուղղակի իրանք այնքան պայմանագիրը։ ուղղակի իրանք քվեանրաժեշտ չափով չունեն, ֆրակցիաներից մեկից քաղաքական անասնագողություն են արել։ Տարբերությունը դա է, ասենք Գյումրիում ընդդիմությունը այնքան պարկեշտ է, նման քայլի չի գնացել։ Միայն հասարակության քվեի շրջանակներում արել։ Հիմա չենք քննարկում ով ում միացավ, ես ուզում եմ հասկանամ։ Այս ընտրական տեխնոլոգիկ քայլի հանդեպ, որը կիրառվում է ամբողջ Արևմտյան Եվրոպայում։ Դա ռուսական պրոյեկտ չի։ Ռուսաստանում կակրաս ընդհանրապես կոալիցիաներ չեն լինի։ Ինչ վերապահում ունի, այս խիստ դեմոկրատական, խիստ հումանիստական իշխանությունը։ Ինչ է սենց խառնվե իրար։ Չնայած ասում եմ, երեք Ալեն Սիմոնյանը արդեն նարատիվները փոխել էր, այլ բաներ խոսում։ Մարջ էր գալի ձեր հետ էլ։ Առաջարկ էր անում։ Որ մի անգամ էլ կառաջարկի մարջ գակ իր հետ։ Կոնտր արգումենտ բերեք, ասեք մարջ են գալի մարդու հետ, որից բան է կախված։ Դու ով ես, որ քո հետ մարջ կանք։ Պարոն Սուրենյան, եւ վերջում խոսենք ոչ արևմտյան Ադրբեջանին շարժման մասին, արդեն ՄԱԿ-ի գրասենյակ, Եվրոպայի խորհրդի գրասենյակ նամակներ են հանձնվել, հա, հստակ այսպես բողոք պահանջներով, արձագանքների մասին էի ուզում այսպես խոսեիք, հանրության կողմից այդ ընդլայնվածությունը եւ առաջիկա անելիքների մասին։ Դասեր քաղաքացիներ ամեն օր ինձ սոցիալական մեսենջերներով գրում են մի խոսքով եւ առաջարկներ են անում եւ ցանկություն են հայտնում գալ մասնակցել ակցիաներին եւ ամեն ինչ տարբեր ակտիվություն կա, ռացիոնալ ակտիվության մասն եմ խոսում, ինչը լավ է։ Այս առումով մտահոգվելու տեղ չունենք։ Միջազգային կառույցներին դա եթե շատ անկեղծ լինենք 7 ու 14 օր առաջ ենք հանձնել, դերևս ժամանակ ունեն իրենք պատասխանելու, մանավանդ մենք լուրջ պատասխան ենք ակնկալում, իսկ իրենց կենտրոնների հետ պիտի կապնվեն, ինչ-որ խորհրդակցություններ անեն, չեմ կարծում, որ լրիվ անպատասխան թողեն, կտեսնենք, սպասենք, մի 15 օր էլ կսպասենք այդ արձագանքներին իրենց, առաջիկա ուրբաթ օրը մենք քաղաքական լայն սպեկտրով պանելային քննարկում ենք ուզում անցկացնել, համարյա բոլոր ազդեցիկ խմբերից ներկայացուցիչներ կան Գագիկ Ծառուկյանի թիմից, այդ միասնության թևերից, հանրապետական կուսակցությունից, այլ ուժերից նույնպես։ Օրակարգը ինչ։ Օրակարգը ասեմ, քննարկելու ենք խաղաղության մոդելները։ Այսինքն այդ Հայաստանի ադրբեջանականացման մոդելը, որը հիմա օրակարգում է եւ ըստ էության տեղի ունենում բանակցությունների միջոցով կամ բանակցային գործընթացի միջոցով Հայաստանի ադրբեջանականացում, չէ, այդ արևմտյան Ադրբեջանի կոնցեպտն է, էլի։ Եվ կան այլ խաղաղության մոդելներ, ինստիտուցիոնալ խաղաղության մոդել, արժանապատիվ խաղաղության այլ մոդելներ, բանախոսները Այսինքն տարբեր քաղաքական ուժեր եւս ներկայացնում են։ Այո, քաղաքական ուժերը եւ փորձագետները փորձելու են իրենց տեսլականները ներկայացնել խաղաղության տարբեր մոդելների մասին օպերասույթում ուրբաթ օրը ժամը 13:00 ես բոլորին հրավիրում եմ, ռազմական փորձագետներ են մասնակցելու, ասենք պարոն Նահապետյանի դեմքով, մասնակցելու են քաղաքագետներ, Մենուա Սողոմոնյան, Էդգար Ղազարյանն է բանախոսություն ունենալու, Արտակ Զաքարյանն է բանախոսություն ունենալու, այլ ընկերներ էլ, հիմա բոլորի անունը չթվեմ, բավականին հետաքրքիր դիսկուրս քննարկում է սպասվում։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Ես եմ Սուրենյան։ շնորհակալ։ Հարգելի հաստատիտողներ, մեր զրուցակիցը Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, ոչ արևմտյան Ադրբեջանին շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցն է։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։